եւ Սրբազանը կալանքի տակ էր, այցելել եք, տեսել եք իրեն։ Այո, մեզ իրավունք էր տրված ամսվա ընթացքում 2 անգամ այցելելու, տեսակցելու Սրբազանին ընտանիքի անդամներով։ Ընտանիքի անդամների մեջ ներառվում էին մայրս, քույրս, ես եւ առաջի դատական նիստի ժամանակ արտոնվեց նաեւ քրոջս զավակներին տեսակցելու։ Երբևէ հարց ուղեցիք Սրբազանին, ինչու հենց ինքն, ինչու հենց իրեն թիրախավորեցին, թմրանյութի պատմություն, տարբեր այսպես անձնական կյանքի վաղեմության գործեր։ Դա Սրբազանին ուղղելու առումով դրամաբանական չէր, որովհետեւ այնքան բացահայտ էր, որ բոլորներ գիտեին եւ հասկանալի էր, որ Սրբազանի դիրքորոշումները հանուն հայ առաքելական եկեղեցու իրավունքների տրամաբանության ներքո էր։ Իսկ կալանքը ԱԾՄ-ի կյանքում ինչ փոխեց, հարց ուղղել եք երբևիցե կամ փորձել եք հասկանալ այս ժամանակահատվածում ինչ որ բան փոխել է իր կյանքում թե ոչ։ Այդպիսի հարց մենք Սրբազանին չենք ուղղել, բայց մեր անձեն աչքով տեսանելի էր, որ Սրբազանին եւս մեկ անգամ հաստատել էր այն պատկերացումների, դիրքորոշումների մեջ, որ մինչ կալանքը Սրբազանը ուներ։ Շատ է նշվում, որ Արշակ Սրբազանը վեհափառ հայրապետի ամենասիրելիներից է, այսպես ասած, եւ շատ է նշվում, որ հենց թիրախավորվեց Արշակ Սրբազանը, որպեսզի վեհափառ հայրապետին, այսպես ասած, խոցեն։ Դուք այս ամենում միտում տեսնում եք։ Ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ, որովհետեւ վեհափառ հայրապետի համար սիրելի են բոլոր հոգեվորականները եւ մեր ժողովրդի բոլոր զավակները։ Եվ այս տրամաբանությամբ խոցելի են բոլոր նրանք, ովքեր եւ ովքեր առաջի հերթին նաեւ դիրքորոշում են արտահայտում հասարակական կերպով, հանրային կերպով ի նպաստ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու։ Տեր Հակոբները Սրբազանի դեմ հարուցված քրեական գործի նրա տևական կալանավորման։ Դե ես կարող եմ ասել, չգիտեմ, ինչ իրավունքներ է տալիս։ Ես նախաքննությանը շատ ծանոթ չեմ, դա փակ ռեժիմով է տեղի ունեցել։ Իմ ունեցած տեղեկությունը հետևյալն է, որ նախաքննության մեջ ոչինչ չի փոխվել, ինչ որ արկա էր նախապես եւ այսպես իրավաբանների գնահատմամբ սա իրավաբանության տրամաբանությանը որևէ առումով չի ենթարկվում այդ տրամաբանության մեջ եւ իրենց գնահատմամբ սա ուղղակի абսուրդ չինցու, այսպես ասած, տարիներ հետո պատրվակ էր Սրբազանին կալանավորելու համար։ Դուք երևի լսել եք այն հոգևորականների կամ արդեն նախկին հոգևորականների հայտարարությունները, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող ենթադրյալ վերագրվող տեսանյութը հենց վեհապար հայրապետն է տարածել, որովհետև իրենք միմյանց դեմ, այսպես ասած, կոմպրոմատներ ունենք։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Ես այդպիսի անդրամաբանական գնահատականների չեմ ուզում անդրադառնալ, իսկ ինչ վերաբերում է հոգևորականներին, մեր հոգևորականները, եթե գործող հոգևորականներ են, ես պատշաճ չեմ համարում գնահատականներ տալ այս առումով։ Տեր Հակոբ, ինչ է կարծում եկեղեցու դեմ այս արշավը ինչով կավարտվի եւ արդյոք մեր եկեղեցին անսասան կմնա։ Անշուշտ եկեղեցին անսասան է, որովհետեւ եկեղեցին երկինքն է երկրի վրա եւ պիտի ավարտվի նրանով, ինչով ավարտվել է ամբողջ բոլոր դարերի ընթացքում։ Եկեղեցին այսօր կանգուն է եւ այսպիսի արվածներ չէ, որ հղվել են հայ առաքելական, ուղղվել են հայ առաքելական եկեղեցու։ Ներողություն, ձեզ հայտնի է, որ կուսակրոնության խախտման դեպքերի մասին տեղեկություններ ձեզ հայտնի է, թե ոչ։ Գիտեք ինչ կա, դա անտրամաբանական ոչ ճիշտ հարց է, այդպիսի դա նման է, որ որևէ մի անձի անձնական կյանքի մասին հարցում ուղղվի, թե ես տեղյակ եմ որևէ մեկի անձնական կյանքից, թե ոչ։ Ահա։ Եվ եթե դա խախտվում է, ապա քննության է, չէ՞ ենթարկվում։ Ինձ հայտնի չեն այդպիսի դեպքեր։ Տեր Հակոբ, մի հարց, տեսեք, փաստաբանները Նախ տրամաբանական չեմ համարում, շիտակ չեմ համարում այդպիսի հարց որևէ մեկին ուղղելը, իսկ ինչ վերաբերում է ինձ հայտնի նման դեպքեր, թե ոչ,
ինձ հայտնի չեն նման դեպքեր։ Դեր Հակոբ, տեսեք, փաստաբանները ասում են, որ այն հոգևորականներին, որ բանտարկեցին կամ որ մեղադրանքներ առաջադրեցին, ասում են, որ սա նրանց ճնշելու նպատակով է, կաթողիկոսին ճնշելու նպատակով է։ Հիմա, այսինքն այն հոգևորականները, որոնք չեն միացել Փաշինյանի ծրագրին ընդդեմ Մայրաթորի ու մնացել են Մայրաթորի կողքին։ Հիմա հոգևորականներին, օրինակ մեղադրանքներով, քրեական գործերով, բանտարկելով հնարավոր է ճնշել։ Սա կասի, սա շատերի տրամադրվածության վրա կարող է բացասաբար ազդել։ Գիտեք, անհնար ոչինչ չկա եւ պատմությունը ցույց է տալիս, որ բռնաճնշումներով, որոշակի հիմնարկներով հնարավոր է մարդկանց ներգրավել որոշակի սխալ գործողությունների մեջ, բայց դա շատ վախենանը միանան Փաշինյանին այս գործերից։ Ուզում եմ ասել, դա ազդող, աշխատող գործիք է։ Ես չգիտեմ, միգուցե վիճակագրությանը պետք է անդրադառնալ եւ եզրակացություններ հանել, թե դրանք ազդեցություն արդյունք էս առումով ունենում են, թե ոչ։ Դե Հակոբ, իսկ ինչով եք պայմանավորում իշխանությունների այս պահի ընկրկումը, այլևս չեն գնում պատարակներին, չեն պարտադրում, որպեսզի զեղչվի վեհապար հայրենիքը։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ այդքան չեմ էլ հետևում, միգուցե հարցում պետք է ուղղել հասիատերերի։ Համեցիկ եւ նաեւ ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ այստեղ, ձեր գործունեություններ, աշխատանքներ, ձեր առաքելություններ ուղղակի դիտարկում ենք հաջակցություն առաքելական Մեսուպ եկեղեցու եւ ամենայնի գլուխայինը ամենայն հայոց հայրապետի։ Եվ կներեք իհարկե բնավ չցանկանալով որևէ մեկի անձնական տիրույթ մտնել, բայց քանի որ այդ տեսանյութը տարածվել է լայնորեն համացանցում, դուք նայել եք այդ կադրերը, այդ շինությունը, ներսը, սրահը, սենյակը ձեզ ընդհանրապես ծանոթ տարածք համարվում է, թե չէ։ Ես ասած այդ հարցը ավելորդ եմ համարում, լավ կլիներ, այդ հարցը արդեն փակված հարց է եւ բավարար չափով իրազեկում փոխանցվել է այդ հարցի առնչությամբ։ Ձեզ ծանոթ էր այդ սենյակը, թե ոչ։ Այդ հարցի իհարկե ծանոթ չէր, իհարկե ինչ սենյակի մասին է խոսքը։